Մեր Աստված Դու ավելին ես կամ մենք գիտենք Մենք քո ներկայության մեջ մեր անձերը կխոնարհեցնենք Շնորհակալ ենք որ դու այստեղ ես մեր մեջ ես Շնորհակալ ենք որ այս օրը դու ստեղծել ես Այս ժամերը դու ստեղծել ես Մեր անձը կետրոնացնելով քո վրա քո խոսքի վրա Մենք ամեն բան մեկ կողմ գտնենք եւ գսենք ով Աստված դու որ ամեն բան գիտես եւ ամեն բան կարող ես իմ անձը քեզի ուսացած է եւ իմ զորությունս քեզ մե է Դու ամենակարող Աստված ես Տեր եւ մենք կանցնենք այսօր մեր ժամերը քեզի այս ծառայության շարունակությունը կանցնեմ այսօրվա խոսքը քեզի քո ցերկերոտ մեջ որ դու առաջնորդես իմ բերանով Այսօր ամեն մեկ եղբայրս քույրս որ այստեղ է քո խոսքիդ կարիք ունի ամեն մեկս քո խոսքիդ կարիք ունենք քո խոսքդ որ ունի իր մեջ զորություն փոխելու վերականգնելու զորացնելու անհասկանալի ամեն իրավիճակները փոխելու հասկանալի Եվ քո խոսքը ունի զորություն որ մեզի դանի ուրիշ մագարտակ քեզի ճանչնալու որ սկսենք Քո աչքերով նայել այս կյանքին, քո աչքերով նայել իրավիճակներուն եւ ըլլանք ամեն ժամանակ հաղթող, որովհետեւ դու ամեն ժամանակ հաղթանակի աչքերով գնայիս եւ դու հաղթանակի Աստված ես։ Գանցնեմ քո ցերկերոտ մեջ եւ գսեմ թող քո կամքը դլա ինչպես երկնքի մեջ, այնպես էլ այս ժամերու մեջ եւ երկրի վրա։ Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա։ Ամեն։ Հալելույա։ Ամեն, ամեն։ Եկեք զորավոր զապարենք Թունարժանի ես Հիսուս Ամեն, ամեն Աստված օրհնեց ձեզի Ամեն Դարձյալ փառք Հիսուսին այս ժամերու համար Իրականության մեջ այդպես է Փառք Տիրոջ այս ժամերու համար որ ունենք իրար հետ հավաքվելու, իրարու տեսնելու, իրար հետ երկրվակելու Տիրոջ խոսքը լսելու ամենահրաշալի ժամերն են այդ ժամերը, որ դու Տիրոջ ներկայության մեջ ես։ Ամեն։ Համաձայն ես։ Վստահ եմ, որ արթուն ես, հետս ես։ Հալելույա։ Անցնենք այսօրվա խոսքին։ Քիչ առաջ բանի մասին մտածեի որ բայց ես հիմա հոս ելեր եմ զարայելու Աստծո խոսքով եւ իրականության մեջ աղոթեր եմ, պատրաստվել եմ եւ ելեր եմ խոսելու, բայց կմտածեի որ այստեղ Ես չեմ ամենը որ պետք է անեմ, այլ ես եւ դու ունենք անելիք այստեղ։ Ինչու որովհետեւ դու քո բաժինը դունիս, ես շատ գսեմ ասանք բաներ, բայց չեմ ցանցրանանասել են, ոչ ապի ցանցրանամ։ Ես ելեր եմ այստեղ ծառայելու քեզի Աստծո խոսքով, բայց դու որ այստեղ նստած ես խոսքը առնելու եւ գիտես ինչ աղոթ կրե, գիտես ամեն ժամանակ աղոթ կրե, նախքան Աստծո խոսքը լսես, նախքան Աստվածաշունչ կարդաս, ասան գարջ, ասե դեր Տուն օգնե ինձի որ հասկանամ քո խոսքդ։ Տուն օգնե ինձի որ ես հասկանամ ինչ ունիս այսօր ինձի ասելիք։ Եվ Քրիստոսը դերմը գրված է Հովանես Ավետարանի մեջ որ իր աշակերտներու միտքը գսե միտքը բացա որ իրեն կարենան հասկանալ քիրքերը։ Ադորամար լավ է ամեն ժամանակ խնդրես սելով դեր բացի միտքը որ հասկանամ։ Նայեցեք սիրեներ մեր միտքը, մեր առօրյան, մեր շուրջը շատ լեցուն են ցայներով եւ մենք գարիք ունենք սորվելու ինչպես կրնայմ անձը առանցնանալ այն ժամերու մեջ, որ ես պետք է գետրոնանամ Աստծո վրա։ Ես պետք է գետրոնանամ իր խոսքի վրա։ Լսեցեք ասի ճշմարտությունը մենք շրջապատված ենք շատ ցայներով, իրավիճակներով, աղմուկներով եւ իմ անձը պետք է վարժը լա առանցնանալու լսելու Աստծո խոսքը եւ փարապանելու իրեն։ Ադոնամար ես ադներ գսեմ հիմա գրնաս ամեն ինչ դուրս տնել եւ գետրոնանալ ադի ես էլ գուզեմ որ հիմա առանցնացիր ասանք օդար եղիր աշխարհեն մի քանի ժամ եւ նայիր Աստծո խոսքը ինչ կսե քեզի ամեն ամեն որովհետեւ եթե իրար խառնես ամենը գրնաս պսխել եւ լավ շլար ամեն Եկեք անցնենք Աստծո խոսքին, աշապ խոսելես վերջ նայեմ որ չափ գետրոնանաս, եկեք անցնենք Աստծո խոսքին եւ նայենք
իրար հետ սերդենք Աստծո խոսքը, հետաքրքիր բաներ պիտի խոսենք իրար հետ։ Մի դեսկսենք Մատթեոս ավետարան 6-րդ գլուխեն։ Նայենք այս Աստված այսօր ինչ խոսք ունի քեզ համար, հետաքրքիր է, չէ՞։ Ես միշտ կմտածեմ ադոր մասին, որ դեր Աստված ես հիմա գաղութեմ որ ինչ որ խոստաս կուզեմ որ պատրաստել կու գամ կտողլա, բայց ինչ ալ պատրաստեմ գիտես ես կու ցանկդ չեմ գիտեր աչավ ինչա որ Աստված գիտե եւ արդեն աստեմ բաներ կխոսիմ ես իրական չեմ գիտեր բայց դու շատ լավ գիտես ինչու է ադոր համար ինձ յա գեդակրե այսօր դու ինչ պիտի ստանաս ինչ պիտի լակո հետ ամեն վգայություններ պիտի լսենք բոլոր այն մարդիկ որ վգայություն ունին թող ցերկ բարձրացնեն ընդհանրապես բոլորը դունիկոս բոլորը դունիկ վգայություն եթե ցերկը դա չբարձրացուր ես քու դեղդ կբարձրացնեմ բայց բամը ասեմ քեզի ժամանակն է նոր վգայություններ ունենալու ասե ամեն բարձր ցայնով հալելույա ամեն ամեն ժամանակն է նոր վգայություններ ունենալու իմ կյանքի մեջ եւ քու կյանքի մեջ ամեն անստինգ այսօր խոսքին Մատթեոս սկսին կարդալ 6-րդ գլուխ 30-րդ խոսք Եվ բոլոր ծառայողներն ալ գետրոնացած են Շատ հստակ եւ մեզի ցանոթ համար մնե բայց կրնանք այսօր ուրիշ տեսանկյուններ նայել Եվ նայեցեք ինչ կսե Բայց առաջ խնդրեցեք Աստծո թագավորությունը եւ անոր արդարությունը ու այդ բոլոր բաներն ալ ցեզի պիտի դրվին Ինձի մեկ բան շատ գոկնեց ցեզի հետ բաժնեցիմ Աստծո խոսքը գարտացած ադենս կմտածեմ գխոգամ այդ բարերու մասին որ ինքը գխոսի գոր Ադի շատ կարեւոր է Եվ շարունակենք ուստի վաղվան համար հոգ մի ինեք վասնզի վաղվան օրը իրեն համար հոգ պիտի ինե հերիք է օրվան իր նեղությունը Եվ եթե ասկլուխեն քիչ մի յետև երթակ կտեսնեք որ Հիսուսը ընդհանուր այստեղը կարոզե որ հոգ չնելու մասին եւ գսորվեցնե որ այստեղ որ ինչու դուք հոգ կնեք ինչ պիտի դուդեք ինչ պիտի խմեք ինչ պիտի հագնիկ Հոստեղը նույնպես Քրիստոսը մամոնայի մասին է վերնակիրը եթե կտեսնեք եւ գսե ինչու հոգ կնեք ուդել խմել հագնել բայց իրականության մեջ բաներ են որ ամենուս արորյան է եկեք ուդել խմել ուդել խմելեն զատ հագնելեն զատ օրինակներ դանք չէ պետք է իրավիճակներ ամեն տեսակ ինչս էս գմտնե ասոր մեջը հետաքրքիր է Հիսուսը ամեն ինչ խոսել են վերջին դեղը աս փանալին դվավ որովհետեւ այդ ամենը խոսեցավ Հիսուսը Բայց գիտես մարդուն պիտի վերջարության բանալի է դաս չէ ես կամսեմ հոգ վիներ գանցնի չէ անանք օտեն չես կնար խոսիլ ինչպես հոգ չնեմ բայց Հիսուսը միշտ ալ ինչ որ ասեր երևեն լուծումը գուդար ամեն եւ նայ ռոսկսե որ աս ամենեն վերջ բայց խնդրեցեք կսե որ Աստծո թագավորությունը եւ անոր արդարությունը ու այդ բոլոր բաները պիտի դրվին ընդանուր Հիսուս Քրիստոսի խոսած խոսքի վերջնական լուծումներ եւ բանալիներ աս վերջին դեղը եւ ես կուզեմ ուշադրությունդ գրավեմ հոգ բարի մասին այսօր կարեւոր է հոգ բարը մեր ծառայության մեջ եւ ուստի վաղվան համար հոգ մի ինեք վասնզի վաղվան օրը պիտի հոգայր իրեն համար եւ իրեն նեղությունը գփավե գսե օրվա եւ եթե գսկակ սիրեներ Հիսուսը ասի իսելով գփորձեք որ մարդուն մեջ իմ եւ քու մեջ արժեքներ փոխել շարժարիտներ փոխել քանի որ երբ որ գսեք որ բայց առաջ խնդրեցեք երկնքի արքայությունը ուրեմն ոստուն գասկնաս Հիսուսը գփորձեք որ փամ անել ներսդ եւ գուզեք որ բացադրել որ ինչեն առաջ պետք է տնես տուն սորվիս այսինքն ինքը գիտե որ ուդելը խմելը հագնելը կարեւոր է բայց հոս ներսը դու գիտես չէ հոս շատ խորունկ տեղ է հոս ներսը պետք է դեղավորվի շիդակ կարգերով Մենք ասված կունենք ժողովրդի մեջ, որ առաջ Աստված, չէ, առաջ Աստված։ Աս արդայդությունը ավոր արդայդություն է, բայց եթե խորունգին մտնենք, հետաքրքիր է, որ նաև հայտնի ասված կի ասի, որ կյանքիդ մեջ առաջինը պետք է Աստված տնես։ Գիտես ավոր խոսքեր են ասոնք, բայց Հիսուսը ավելի կբացատրի որ ոստեղը, որ արժեքներու հետ կապված, շարժարիտներու հետ կապված փոփոխություն գուզե որ բերել ոստեղը, եւ ադոր համար գսե որ նախ երկնքի արքայությունը խնդրեցեք։ Ամեն։ Հիմա եկեք իրար հետ պատմություն մսերդենք, այսօրվա խոսքս չեմ կարծես շատ երկարելա, բայց շատ խորունգ է, որովհետև այն ամեն ինչը որ Հիսուսի օրերուն գբադահեր մարդոց հետ, այսօր նույնը Հիսուս Քրիստոսը իր հոգիով, Սուրբ հոգիով մերետնն է եւ մենք մարդ ենք, նույնն ենք եւ այդ ամեն ինչը որ բադահած է շատ գեհդակրե այսօրվա համար, որովհետև այսօր ալ նույնը գբադահի, նույն բաները գբադահի
Բիդի սերդենք Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 5-րդ խոսքեն։ Ես շատ գսիրեմ, երբ որ նույնը գվերցնենք եւ գմտնենք ադոր մեջ եւ գտեսնենք ինչեր կդարված է։ Հիմա Մատթեոս ավետարան 16-5-ը սկսեմ գարտալ։ Գիտեք ասի ուր է, ասի այդ դեղն է, ուր որ 5000 հոգի գերակրվեցավ, հետո ժամանակ վերջ 4000 հոգի գերակրվեցավ, գիներեն եւ բզդիկներեն զատ։ Եվ այդ ամեն ինչ եմ վերջ, թեփ մը բադայեցավ, ըսկուշ։ Երբ իր աշակերտները անթի գողմը անցան, հաց առնել մորցեր էին։ Լման ուրիշ թեփք է, օքեյ, այդ ամեն անցերը հիմա նոր դեղը մի դերտան, հաց առնելու մորցերն։ Հիսուս անոնց սավ, նայեցեք ու զգուշացեք փարիսեցիներու ու սատուգեցիներու խմորեն։ Անոնք իրենց մեջ գխորեին ու գսեին. հաց չբերինք մեզի հետ։ Իսկ Հիսուս միան գխնդրեմ մի մորնակ, որ աս թեփքը գլագոր at երկու մեծ հրաշքեն վերջ։ Եվ տուն գուզեմ աբրի սադիգա 5000 հոգի միայն մարդ դղամարդ եւ գիներեն զատ գիրակրվեցավ քո արջևդ երկու ցուգով եւ 5 հացով։ Անանք թեփք։ At կե վերջ ասի գլագոր։ Որովհետև շատ կարևոր է ինչ են վերջ ինչ կլա, չէ։ Հիմա հաց չբերինք մեզի հետ իրարսին։ Իսկ Հիսուս անոնց խորուրդը գիտնալով ըսավ անոնց. Ձեր մեջ ինչու գխորիկ թերահավատներ թե հաց չարիք։ Ինչ սավ թերահավատներ։ Ես գուզեմ որ զգուշանաս տուն Հիսուսը որ մեկ հարցին ինչպես կարդա հայդվի գոր աշակերտներուն։ Ձեր մեջ ինչու գխորիկ թերահավատներ թե հաց չարիք։ Դագավին չեք հասկնար։ Եվ որ շեշտեմ գիծիր որ ադոր վրա գուզեմ որ գենալ ասանք։ Դագավին չեք հասկնար Հիսուսին ապրումները նայր։ Եվ չեք հիշեր 5 նգանակը 5000-ին ու քանի գողով վերցուցիկ։ Ոչ ալ 7 նգանակը 4000-ին ու քանի զամբյուղ վերցուցիկ։ Ինչպես չեք հասկնար։ Թե ես հացի համար չսիցեզի փարիսեցիներու եւ սատուգեցիներու խմորին ըսկուշ կենալ։ Հետաքրքիր է Հիսուսին արդահայտած ցևը եւ թեփքը որ բադայեցավ շատ հետաքրքիր է, որովհետեւ Հիսուսը at թեփքեն վերջ, at հրաշքներեն վերջ իրականության մարշև գեցավ որ իր աշակերտները հաց չունենալու պատճառով սկսան իրար հետ առնել դալ որ հաց չարին կերևա at հարցն է որովհետեւ անտի գոմը կացին ուրիշ դեղ կացին եւ հաց չի գա բայց Հիսուսին արդահայտությունը առաջինը թերահավատներն էր երկու հրաշք է վերջ մեծ եւ վերջը աս արդահայտությունը ժողովուրդ նայեցեք դագավին չեք հասկնար գիտես ես միշտ ասանք որպես առաջնորդ Հիսուսնալ գիտես իր ապրումները շատ հետաքրքիր էր այդտեղ որ ասանք գարձեմ քիչ մի հիաստապված երեսով գեցած է եւ գսե որ դագավին չեք հասկնար գոր եւ բադահական չէ որ գշեշտե որ մորցակ at 5000-ը չեմ գիտեր բայց ես ասեմ ինքս իդակ պատասխանեց մորցերն եւ այսպիսով ժողովուրդ ինչն է հետաքրքիր որ Հիսուս թերահավատները սավ արդահայտեց հետո շարունակեց ասելով չեք հիշեր գոր երկրորդ բանը որ գուզեմ որ գետրոնաս այսօր առաջինը ինչ էր դագավին չեք հասկնար երկրորդը չեք հիշեր 5000-ը 4000-ը ինչպես չեք հասկնար եւ ես այսօրվա խոսքը ինչպես վերնակրել եմ ինչպես որ Հիսուսը ասավ ինչպես չեք հասկնար հետաքրքիր է որ Հիսուսը հարց կուտա ինձի հարց կուտա քեզի հարց կուտա բաներ գա գիտես բացահայտենք այսօր խոսքի ժամանակ բաներ գա ինչպես չես հասկնար վիճակի մեջ է ինչպես չեմ հասկնար չէ հետաքրքիր է եւ Հիսուսը ասկսե ժողովուրդ ինչպես չեք հասկնար բայց բանը ասեմ նույն պատմությունը Մատթեոս ավետարանը որ գարտացինք նույնը Մարգոս ավետարանը միտ գարտանք որովհետեւ Մարգոսը
բաներ հիշած է, որ Մատթեոս չի հիշած, հոնել կարևոր բաներ կա։ Եվ հիմա պիտի գարտամ Մարգոս ավետարան 8-րդ գլուխ։ Նայեցեք։ 8-րդ գլուխ 17-ն սկսեմ։ 17-ն։ Նայեցեք ինչ կսե։ Նորեն նույն պատմությունն է, ուրիշ դեղկացին, հաճարին է դերնին եւ նայեցեք Հիսուսը ինչ կսե։ Հիսուս առոնց խորուրդը իմանալով ըսավ անոնց. Ինչու գխորիկ թե հաճ չունիք, դագավին չեք հասկնար, նույնն է մինչև ոչ է, ու չեք իմանար, թեր սրդերնիդ թմրած է, շարնագեմ, հետաքրքիր է, աչքեր ունիք չեք տեսներ, շատ աղվոր է Մարգոսին և Մատթեոսին, ասանք, բայց հոս շատ հետաքրքիր նայր ինչ կսե, Հիսուս կայնած կսե, աչքեր ունիք չեք տեսներ, և ագանչներ ունիք և չեք լսեր, չեք հիշեր, երբ 5 նգանակը 5,000-ին գդրեցի, քանի գողով լեցուն գդորված վերցուցիք, ըսինանոր 12, հոսկի հիշեն գոր չէ, դես Հիսուս հարց կուտա գոր, չեք հիշեր, որջաբեր, որջաբ ավելի վերցուցիք էդերնիտ, 5,000 ու դել են վերջ, 12 գողով, վարտավետ, իրենց, հետո, ու երբ 7 նգանակը 4,000-ին գդրեցի, քանի զամբուղ լեցուն գոդրված վերցուցիք, անոնք ալսին 7-ը, ու սավ անոնց, հաբա ինչպես չեք հասկնար, հետաքրքիր է, և ինչու հետաքրքիր է, որովհետև գտեսնես բատմությունը, որ նախ ադի շեշտեմ, քիչ առաջ շեշտեցի, որ Հիսուսին աշակերտներն են այստեղ, եւ այսօր ես եւ տուն Հիսուս Քրիստոսին ընդունող, իրեն յետևեն կացող, նորեն իր խոսքերը բաղող աշակերտներն ենք։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ամեն բան, ամեն իրականություն, որ կատարվեցավ աշակերտներուն հետ Հիսուս Քրիստոսի օրերուն, այսօր նույնպես մեր կյանքերում մեջ կկատարվի։ Մեր իրավիճակներում մեջ կկատարվի։ Տուն անցամբ ագանադես չեղար 5,000 հոգիի հրաշքին, տունալ ուրիշ դեսակ ապրումներ իրականության մեջ եղար, բայց հարցը, որ բաներ կա նույնն է եւ ոստեղը այդ հարցերը, որ գուտագոր ինքը կուզեմ գոր շեշտել, որ նայեք ինչն է իմ շեշտածը, սկսե աչքեր ունիք եւ չեք տեսներ, ագանչներ ունիք եւ չեք լսեր, բայց Հիսուսը ինչ վստահությամբ գրծավ աս արդահայտությունը արդահայտել իր աշակերտներուն, ինչու ինքը այնքան վստահ էր այդ հանդիմանությանը, ինչու գիտես, որովհետև ատքի առաջ 2 թեփ մբադահեր էր, որ բավարար էր, որ Հիսուսը դուք չեք մտեսներ գոր, ասի մեր այսօրվա բանով։ Ասեն դուք չեք հասկնար գոր, որ հացը չեք ընտիր, ես կլուծեմ հացին հարցերը։ Դուք ագանջ ունիք չեք մլսեր գոր, ասանք, գիտես շատ իրակ, բայց ժողովուրդ, գիտես ես կհավատամ, որ այսպես իրական հաղորդակցություն էր Հիսուսին եւ իր աշակերտներու մեջ։ Ես չեմ գիտեր ադներ նուրբ օրեն օծիկը գբրներ կամ ոչ ասանք։ Գիտես դու ադներ գլա չէ, ասանք կումը դերիմիտ ցերկդ կտնես սկսես դու չես հասկնար որ ասանք չլար գոր հետ ասի չի հարցը։ Եվ Հիսուս ադորամար համարցակություն ուներ հանդիմանական ձևով խոսելու, որովհետև բաներ կատարվեցավ իրենց աչքերուն առջև եւ բաներ իրենց ականջներուն։ Ես օրինակ հիմա սկսա մտածել, չեմ գիտեր թե դու մտածել էիր 5,000 հոգին գերագրվել են վերջ հրաշքը տեսնել են, վերջ ժողովրդի մեջ ինչ խոսակցությունները սկսավ։ Ժողովուրդը անգարելիին առջև գեցավ։ Վստահ լսեց, որ ասիկա երկու ցուգի արդյունք է։ Բաներ դեսան աշակերտները։ Ես չեմ գիտեր նույնիսկ այդ process-ը ինչպես եղավ, որ Հիսուսը գսե դվավ ըսավ քացեք բաժնեցեք։ Հիմա աշակերտին ցերքի մեջ գուտա նույնն է, ինչպես եղավ այդ վարյան, գիտես հետաքրքիր է։ Եվ Հիսուսը իրավունք ունի, դուք չեք մտեսներ, որ գիտես դուք դեսակ բաներ, որովհետև հիմա այս իրավունք ունիմ գենալու եւ ասելու ինչու դուք աչք ունիք եւ չեք դեսներ։ Ինչու ագանջ ունիք եւ չեք լսեր եւ վերջը ինչու չեք հասկնար։ Բայց հետաքրքիրը միան ինչու չեք հասկնար չէ, հաբա ինչպես չեք հասկնար։ Այդ հաբան գիտես ինչ է։ Այդ ամեն ինչ եմ վերջ հաբա թերմը։ Ասանք բան մնա ասի։ Եվ գտեսնես թեփ մսիրեներ հոստեղը։ Հիմա չեմ գիտեր թե դու մտածես որ մինչև հիմա ինչ որ ցևով
բաները սկսար հասկանալ, թե այսպիսի դեպքեր ինչպես կրնան կատարվել մեր հետ։ Ինչպիսի դեպքեր են, որ կապված է մեր հետ։ Երբ ինչպես արդյոք հնչի այդ հարցումը մեր կյանքերում մեջ։ Գրնան լալ քու գարձիկով, եգուր չշարնագեմ, քանի շարնագեմ նիվ հասկանաս գրնան լալ, որ մեր քու գարձիկով մեր կյանքերում մեջ կհնչի ասելով դու ինչպես չես հասկանար։ Ոչ թե մարդ այլ Աստված մեզի գսի ադներ։ Եվ նայեցեք սիրելիներ, հոս կգադարվեր գոր բամը, որ Արագած գիրքի մեջ գրվել է 3-րդ գլուխին։ Նայեցեք, 3-րդ գլուխ Արագած 3-րդ գլուխ 5-րդ խոսքի մեջ իրար հետ կապված է այսօրվա ամեն քարոզը խոսքերը։ Նայեցեք ինչ կսե։ Քու բոլոր սրդովդ դիրոջը աբավին է եւ իմաստությանդ մի վստահիր։ Բայց ես ցեզի բանը ասեմ, իմաստություն որ գրված է աստեղը, ուրիշ թարգմանության մեջ, գիտես ինչ գրված է, հասկացողությանդ մի վստահիր։ Քու բոլոր ջամփաներդ մեջ ջանցիր ու անիգա քու շավիղներդ պիտի ուղե։ Եվ հոստեղը հետաքրքիր բանը կգադարվեր գոր աշակերտներուն հետ, որ իրենց հասկացողության մեջ մարդկային իրենք շատ հիաստապված էին եւ իրենց անհասկանալի վիճակի մեջ էին։ Ադորամար Հիսուս 2 անգամ շեշտեց ասելով ինչու չեք հասկանար։ Եվ Արագած գիրքը գսե քու հասկացողությանդ մի վստահիր, այլ դիրոջ աբավինիր։ Եվ ես քիչ մը հասկանամ աշակերտներուն վիճակը այնպիսի վիճակի մեջ էր, որ իրենք իրական ամեն բան չէին հասկացած, քան հիմա ես եւ տուն, որ ամեն ինչ մեր արջևն է ավելի քան իրենց։ Ամեն։ Եվ ոստեղը նայեցեք, ինչպես իրար հետ կապված է, որ գսե քու հասկացողությունդ։ Եվ գգաբե ասելով գսե քու բոլոր սրդովդ աբավինիր եւ ջանցիր դիրոջը։ Եվ դու ինչ կգարձես, որ ինչի հարց կար, աշակերտները ջանշնալու հարցի մեջ էին դակավին Հիսուսին հետ։ Աս իրավիճակի մեջ դու կտեսնես մեկ իրականություն, ջանշնալու բագաս։ Որովհետև այն վարդապետը, չէ, իրենց օրերուն այդպես էր, որ 2 անգամ հրաշք մհրավ իրենց արջև, որ հացի հարցերը լուծած է այսինքն ինքը, դակավին իրենք ատ իրարանցման մեջ մտան, որ հաց չի գա։ Այսինքն իրենք ջանշնալու բագաս ունեն այս տիրոջը, ինչպես հիշեցնեմ ցեզի Իսրայել ժողովուրդը անաբադի մեջ գրված է Աստված քերբնական ցևով ամեն օր երկինքեն մանանագը ղրգեր իրենց ուդելու, բայց հadouk բադվերով գսեր չլատը երկրորդ օրվա բահեք, ես ամեն օր ցեզի պիտի ղրգեմ։ Բայց Իսրայել ժողովուրդը իրեն հասկացողության մեջ, իրեն երկմտությամբ գբահեին ադիգա։ Եվ հաջորդ օրը գելեն, որ որդոտած է իրենց ճաշը, չուդվիր։ Ինչու որովհետև Իսրայել ժողովուրդը ջանշնալու բագաս ուներ Աստծո։ Եվ նույնպես ոստեղը կտեսնես աշակերտները։ Ինչու շատ հարազատ է ասիգա քու հոգիիդ եւ իմ հոգիիս, քու կյանքիդ եւ իմ կյանքիս, ավելին ասեմ, քու արորիայիդ եւ իմ արորիայիս, որովհետև մեր արորիան լեցուն է իրավիճակներով։ Մեր արորիան լեցուն է շատ բաներով սիրելիներ։ Ադորամար հասկացողության գարիք ունիմ ես, գիտես, ես գարիք ունեմ, որ հասկանամ։ Անցյալ շաբաթ գիշեք ինչ էր քարոզը, ելիր աղոտ կչարնագե էր վերնակիրով, որ չէ դիտած հաջիս տողտի դե, հոնդեղը շատ ես խոսեցա Աստծո գամքին մասին, որ ինչ է Աստծո գամքը, և ոստեղը ադոր բագասնա կդեսնես տուն։ Եվ նայեցեք սիրելիներ, կարևոր բանը շեշտեմ, որ եթե առաջին իրավիճակով էլ լարասիգա, այսինքն առանց այդ հրաշքները կատարվելու եթե ելլար ասիգա, աշակերտները իրավունք ունեին, որ իրենք աս թեփքի մեջ լան եւ Հիսուսն չեմ կարծեր համարցակություն ունենար ասելու իրենց ադիգա։ Ադի եթե առաջին անգամ լար, բայց նայեցեք ոստեղի ինչ եղավ։ Հոս 2 մեծ հրաշքի վերջ աս իրականությունը կատարվեցավ։ Հիմա ես պիտի կամ քու կյանքիդ մեջ պիտի մտնեմ։ Իմ կյանքիս մեջ պիտի մտնեմ։ Ամեն մեկը ծեր դեսագով, ես իմ դեսագով չէ, Աստծո ծերքը մեր կյանքերում մեջ։ Զորավոր ծերքը, շատ ժամանակ մեծ
փոփոխություններ, շատ ժամանակ բարձ փոփոխություններ, բայց հեղինակը Աստված։ Եվ կտեսնես կյանքիդ մեջ ամեն մանդրուկներու մեջ խառնվող Աստված։ Քիչ առաջ ես ցեզի հարցուցի ով վկայություններ ունի ամենքը ցերկ չի բարձրացուցիկ, բայց իրականության մեջ ամենքը վկայություն ունի քոստեղը։ Եվ Աստված գա մեր կյանքերում մեջ։ Եւ Աստվածաշունչը գսե բոլոր անոնք որ կգանչեն Տիրոջ անունը, իրենք փրկություն կստանան, իրենք կճաշակեն Տիրոջը։ Եվ երբեք ամոթով չի ցկեր իրենց դերը, որովհետեւ մենք ողջ Աստծո կզարայենք եւ կբաշխենք։ Ամեն։ Բայց ոստեղը գա իրականություն, որ մենք շատ ժամանակ կնմանենք այն մարդոց, որ Աստված գսե աչք ունիք չեք տեսներ, ագանջ ունիք եւ չեք լսեր։ Եվ ես հիմա պիտի սկսեմ մտնել քո կյանքիդ մեջ եւ պիտի խնդրեմ եղբայրս կա նվակե, որովհետեւ կան օրինակներ եւ կան դեպքեր եւ կան իրավիճակներ եւ կան ապրումներ եւ կան վարյաններ մեր կյանքերում մեջ, որ մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակի մեջ, ինչպես աշակերտները այս վիճակին մեջ, որ գիտես շփոթության մեջ էին ասելով հատ չի գա, մորնալով այն ճշմարտությունները գաբեք ու կյանքիդ հետ, մորնալով այն ճշմարտությունները, լավ ասեմ հրաշքները, որ դերը ըրեր էր իրենց կյանքերում մեջ։ Դու կգարձեք բադահական էր, որ ասավ չեք հիշեր։ Հետս ես, դու գիտես, որ շատ ժամանակ մեզի ալ կհնչի աս հարցը։ Մեզի ալ կհնչի աս հարցը։ Ասելով չես հիշեր։ Իրավիճակի մեջ կլաս, իրական գարիք ունիս, որ հիշես։ Հիշես բաներ, որ դերը ըրեր էր, եւ ինքը նույն դերն է, որ գրնա անել։ Բայց դու այն իրավիճակի մեջ նույն աս մարդոց պես գարձես աչքեր ունիս չես տեսներ գոր, ագանջ ունիս չես տեսեր գոր, գարձես օթեն ինգազի պես ես, գարձես Աստված չունեցող անհույս մեկն ես։ Այդ իրավիճակի մեջ, այդ դեպքի մեջ։ Եվ գլա չէ, մեկը մույսին քաչալերելու համար, ասի մարդկային օրինակով շատ ժամանակ, մեկը մույսին քաչալերելու համար ինչ որ դեպքի մեջ, ասնուն արդայդությունը գնե։ Չես մի իշեր գոր խալաս հավատա վստահիր։ Չես իշեր ինչ եղավ։ Անպայման գլա եւ իրար կմխիթարենք մենք։ Լսե ինքը գիշես ինչպես բժշկեց։ Հիմա ինքը նույնն է, եկուր աղոթենք։ Գիշես ինչպես ֆինանսական հարց ունեի փոխեց։ At ես կսկամ գիտես շատ կսիրեմ այդ իրականությունը եւ ծերեդը վիտ բաժնեցիմ, շատ կսիրեմ երբ որ գծարայեմ հոստեղը եւ ընդհանրապես ով որ գծարայե, at ինչ որ դիրոջ խոսքին հետ կապ ունի ադներ կսկամ իմ ներսեն, որ գարձես ասեր Հիսուսին ապրումը հիմա, որ ինչպես չես իշեր գորադիգա, որ ես ըրիկ եզի համար, ես հասա այդ իրավիճակիտ մեջ, բայց այսօրվա վերնակիրը, ինչպես չես հասկնար, ինչպես չեք հասկնար շատ ժամանակ, և նայեցեք հիմա ես եզի մխիտարական պաներ բիցեմ, կաշալերական ապաներ, որ այն ամեն ինչը որ դեսեր ես եղած է, և գամ գսպասես կոր որըլլա, ես և որ կպադրաստեի կոր կարոզը, միտքս եղավ մեղքերու հանդեպ գրիվը այսօր մարդկության, մանավանդ հավատացյալին, չէ, որովհետև հավատացյալն է, որ մտած է բայկարի մեջ, որբեսի ազատ ապրի այս աշխարհի մեջ ամեն մեղքերը, չէ, եւ մենք միշտ գխոսենք, որ Քրիստոսի արյունը մեզի ազատ կարձակ է, եւ նայեցեք հետաքրքիր մարդոց մասին եկավ բամո միտքս, որ այդ մարդիկ, որ իրավիճակի անցած են կամ իրավիճակի մեջ են, որ ինգած էին, ազատված են, բայց ինչ որ բաներով ետ ինգած են, եւ գարձես տուն հիմա այնքան ցկված ես, բայց ոս հարց կհնչե, չես հասկնար, չես հասկնար, որ նույն Աստված, որ քեզի մեղքեն ազատեց, այսօր նորեն գրնանել ադիգա։ Առաջին հայացքով գրնանալ եւ որ սկսա ասել ցեզի աչքեր ունիք չեք տեսներ, ականջներ ունիք չեք տեսեր, գարձեցիր այսօր գիտես սանք ձեզվիս, բայց իրականության մեջ բարձր մխիթարական եւ զորացնող, քաչալերող խոսք է, որ դերը հարց կուտա ասելով չես հասկնար։
Ինչու չես հասկնար։ Բայց մենք սիրելիներ ունենք պակասը ճանչնալու դիրոջը։ Ինքն այս է ամեն մարդ, որ չավա ճանչնա դիրոջ, ավելի արիթ ունի ճանչնալու։ Ամեն, բայց գիտես, դեպքեր կա, իրավիճակներ կա, որ դուն բարձավես կհասկնաս, որ մեկ բան, դեր ինձի օգնի աս հարցի մեջ ես ճանչնամ քեզի, որովհետև խոսքը գսե քո ամեն ճամփաներուդ մեջ ճանցիր իրեն եւ քո հասկացողության մի վստահիր։ Ադորամար ես կուզեմ որ դու մեծ նայես, հիմա մենք իրար հետ այնպիսի բան պիտի խոսենք, դուք չեք գնալ պատկերացնել, ես այսօր կհավատամ բաներ պիտի փոխվի, որովհետև Աստծո խոսքը ես կհավատամ ունի զորություն ադո յենելու։ Հիմա եկեք նայեցեք առաջին Պետրոսը ինչ կսե, հոս չափազանց քու գետրոնացումդ կխնդրեմ, որովհետև չեմ գիտեր եթե դու անդրադարձեր ես աս խոսքին։ Առաջին Պետրոս 5-րդ գլուխ 6-րդ խոսք, ասի մեր կյանքն է ժողովուրդ։ Մեր կյանքի երկվարգաններն են։ Իմ աղոթքս է հետևյալը, նոր երկուշաբթիմը վաղվան է քեզի համար, որ ունի ազատություն իր վրա, այն ալ աստվածային ազատություն եւ բարձր հավատքի եւ վստահության մագարտակ։ Համաձայն եք հետս, որ ոստեղ աշակերտները վստահության ալ հարց կար քիչմը չէ շատ։ Հիմա նայեցեք ինչ պիտի լա, սիրելիներ, իրար հետ պիտի սերդենք աս խոսքը։ Ուրեմն Աստծո հզոր ցերկին դակ խոնարհվեցեք, որովհետեւ ցեզ ժամանակին բարձրացնե։ Ձեր ամեն հոգը անոր վրա ցկեցեք։ Վասնզի անիկա ցեզի համար պիտի հոգա, գոհոկա։ Արթուն գեցեք, հսկեցեք, վասնզի ձեր հագարագորտը սատանան մրնչող արույցի վես կբդդի ու կպնդրե թե ով գլե։ Անոր թեմ գեցեք հավատքով աստատված, գիտնալով որ ձեր եղբայրներն ալ աշխարհի մեջ նույն չարչարանքները կգրեն։ Դուք չեք կրնար պատկերացնել 6-րդ խոսքեն մինչև 9-րդ խոսքը ամեն իրար հետ կապված է։ Մեկը մույսին համար է, առաջինը գսե խոնարհվեցեք Աստծո առջև։ Եվ ինքը շիրակ ժամանակին ցեզի պիտի բարձրացնե։ Սիրելիներ, երբեք պատահական չէ, որ խոնարհություն սորվեցնել են վերջ մեկ գդորը սկսա վսել ձեր ամեն հոգը անոր վրա ցկեցեք։ Ես եկել եմ այսօր կարևոր բան ասելու, Աստծո ժողովուրդը, սիրելիներ, ես եւ դուն պետք է սորվինք հոգերը հանցնել դիրոջ։ Եվ Աստված գսե խոստում գա, խոստում է հետևյալն է, եւ ես կհոգամ ձեր գարիկը, ես կհոգամ այն հոգը, որ դուք ունիք։ Ադորամար շատ կարևոր է այսօր, որովհետև նայեցեք, ես առաջին խոսքը պատահական չի գարտացի, Աստված գսե առաջ Աստծո թագավորությունը խնդրեցեք, հետո գսե հոգ մի ինեք։ Ինչպես իրար հետ կապված են ասոնք, որովհետև երբ որ առաջինը Աստծո թագավորությունն է եւ ամեն ինչ որ Աստուծո է իր մեջ, հոն հոգ չի գա, այլ գա աբաստարարամը, վեհարանմը, Աստված, որ դու գրնաս իր վրան հեմբիլ, կյանքի ամեն բնակավարներու մեջ, կյանքի ամեն իրավիճակներու մեջ, ամենաբզդիգեն ամենամեծը եւ Աստված այն Աստվածն է, որ գուտա քեզի վստահություն ադի կանելու։ Հիմա խոսքը կսորվեցնե երկու հատ բան առաջ, խոնարհվեցեք կսե եւ ձեր հոգերը հանցնեցեք։ Դու գիտեք ինչպես իրար հետ կապված են ասոնք, որովհետեւ դու միայն երբ հասկնաս որ դուն Աստված չես եւ դու չես կրնար ամեն ինչ վերցնել, խոնարհվիր դուր Աստծո ադի։ Դու մի դե հասկնաս որ կապված են իրար հետ եւ գսե խոնարհվիր եւ հասկացիր
որ քո հոգերդ պետք է հանցնես Աստծո եւ պետք է ինքը հոգա, որ լավ ըլլա քեզի համար, բայց առաջ խոնարհվիր, սորվիր խոնարհվիլ, որովհետեւ կարենաս քո հոգերդ տալ։ Հետաքրքիր գաղտնիք մտամ։ Եթե չի խոնարհվիս, դու կգարձես, որ քո հոգերը դու կրնաս շարժել։ Շատ հետաքրքիր է, խորունգ է։ Գիտես, այդ զայրայղության մի երթար, որ ես հիմա դու շատ հբարտ մարդես ալ գսեմ որ խոնարհվիր։ Ադի չէ մեր նույթը ոստեղը։ Բայց խոնարհության ամիսի մագարտակը, որ դու կհասկնաս եւ Բողոսը իր նամակներում մեջ այնքան հրաշալի գարդա այդ է։ Գսե այն ժամանակ երբ ես դգար եմ, զորավոր եմ։ Գսե ինչ որ եմ իր շնորհքով եմ։ Եվ ինքը հասկացեր է։ Եվ ինքը ոս Պետրոսն գսե խոնարհվեցեք իր ցերքին տակ։ Ադոնամար սիրելի Աստծո ժողովուրդ, դուք չեք կնար պատկերացնել, հիմա շարունակենք ն թե ինչեր պիտի բացվի հետաքրքիր։ Ես ձեզ հետաքրքիր բան ասեմ, մենք ամեն ժամանակ կգարձենք, թե սատանային թագարտի մեջ գինանք մեղքերու պատճառով։ Բայց այսօր դու ուրիշ բան պիտի բացահայտես։ Շարունակեմ որ գիտնաս։ Ձեր հոգը իրեն նվեք եւ ինքը պիտի հոգա չէ։ Ինչու մեկ կդոր կշարունակե եւ գանտրատարցնե մեզի իսելով։ Արթուն գեցեք եւ հսկեցեք։ Նայր, ինչ կապ ունի խոնարհությունը, հոգ ընելուն հետ եւ հետո արթուն գնալուն հետ, շատ կապ ունի։ Եվ իմը նայր ինչպես կանտրատարցնե, հոս ամենակարևորն է։ Արթուն գեցեք, հսկեցեք, վասնզի ձեր հագարագորդը, ով է մեր հագարագորդը, սատանան, մրնչող արույցի պես կվդդի ու կպնդրե թե ով գլե։ Բայց ես քեզ հետաքրքիր բան ասեմ, դու նսկացիր, որ հոս խոսքը չանդրադարձներ գոր մեղքեն, եւ հետո չսեր գոր սկուշ գեցեք մեղքեն, հետո սատանան ցեզի կգլե։ Հոս կսե գոր սկուշ եղեք հոգ ընելեն, որով հետև տշտամին կբդդի գոր, որ ձանրապերնված հոգի տակ եղող մարդուն գուլդա։ Չեք կնա պատկերացնել ինչ խոսինք կոր մենք հիմա։ Այսօր Աստծո խոսքով դու կփաստես, որ սատանայի լսե հետաքրքիր, սատանայի թագարտը գրնաս դառնալ տուն ոչ միայն մեղքի դակ, այլ հոգերու դակ։ Շատ հետաքրքիր է։ Որովհետև ձանրապերնված հոգի ժամանակ ես ցեզի կսեմ որ եւ լուրջ կսեմ գաղաչեմ ասիկա մտքենիդ բայցեք եւ կացեք գրեք։ Այդ ժամանակ երբ ձանրապերնված եք հոգի դակ եք, հետաքրքիր մտքեր կուկացեզի մեղքին նույնիսկ։ Որ չեմ գիտեր ինչա հասկացար, բայց ասեմ նորեն, երբ ձանրապերնված հոգի դակ ես, ճնշված ես, այդ ժամանակ հատուկ հարցակումներ գլա քո վրատ, հոս։ Եվ այդ հոգի ձանրապերնության դակ որոշումներ մը գարնես, որ անանք իր արտույնքը գուքա, արտույնքը գուտա հետո լեղի, Աստվածաշունչը գսես սիրելի ժողովուրդ, սատանան մրնչող արյուծի պես կվդդի գոր, որ որու գուլդա այդ ժամանակ եւ երբ իրենք հոգերով արեր նստերն ամեն։ Հոգի դակ, ձանրապերնության դակ, եւ դուք գիտեք հադուկ ձանրապերնության հոգի համար հարցակում կա ժողովրդին վրա։ Եվ նայեցեք ինչ կսե, շարունակեմ, անոր թեմ գեցեք, բոլոր հոգ չնողներուն գսեմ որ ես հիմա։ Եվ ես սեզի բան ասեմ կարևոր հոգ չնել եւ անդարբերը լալ ուրիշ բաներն։ Հոգ չնել ադի չէ որ գներեք ասար դայդուչանս, աման ինչ կուզե թողոլ լա ասի չէ հոգ չնել, օքեյ։ Ադի անդարբերություն է, կյանքի հանդեպ եւ ադիգա սխալ է։ Հոգ չնելը գիտես ինչ է, որ տուն գրնաս վստահիլ դիրոջը այս նույթին մեջ, որ տուն ջնշվելու փոխարեն գկալես վստահությամբ քու ընթացքիդ մեջ, որ տուն չես հասկնար ինչպես չես հասկնար երբ
Բայց դու գիտես, որ Աստված ունիս, որ ինքը պիտի չամդես իրակ ժամանակին այդ հարցին մեջ։ Իրականության մեջ դու շատ հոգիդակ պետք է լայր գարձես թե, բայց դու հիմա այնքան Եգուր ասան գսեմ, վեհ օրեն հաղթանակով գքալես կոր, այնքան վստահ ես, այնքան զորավոր ես, ինչու, որովհետև հոգը քեզինը չես սրած, հոգը դվեր ես իրեն եւ գսե ինքը գողոքած եզի համար եւ դու վերցուցեր ես այն ամենը, ինչ որ ինքը ուզեր է դալ քեզի։ Եվ գսե հավատքով հաստատ գեցեք։ Հետաքրքիր է որ մեկ ժամանակվա համար գխոսի, ժողովուրդ ես գաղաչեմ եւ գաղաչեմ բոլոր մեզի դիտողներալ հավատքով հաստատ ասանք բարձր աղաղակները միան փարապանության եւ երկրպագության ժամանակ չէ, գիտես, աս մտնոլորտի մեջ չէ, մենք հավատքի ներողություն, մենք կյանքի լեղի ժամանակներում մեջ ալ հավատքով հաստատ ասանք վստահ աչքեր պիտի ունենանք Տիրոջ հանդեպ։ Եվ գսե հաստատ կեցեք հավատքով։ Երբ պետք էր հոգնեիք, գարձես թե, հաստատ գեցեք, որովհետև ծեր հոգին մեջ տշտամին գուզե գոր ծեզի գուլ դալ, բայց, գա ջարը, անոր թեմ գեցեք, առաջինը, հաստատված գիտնալով, որ ծեր եղբայրներն ալ այս աշխարի մեջ, նույն չարչարանքներու մեջ են, և ես վստահ եմ աս խոսքի ինչու շեշտեց ինքը, որովհետև մենք ադեններ գարձես այդ պրոբլեմի մեջ, որ գանք երկինքեն ինգած հադուկ, գիտես, միայն մեր հետն է գարձես ասիգա։ Ստունք դեսնես այդ ամեն փորձությունները, այդ ամեն չարը փորձես Հիսուս Քրիստոսին ալ փորձել։ Քու քովդ նստող եղբայրը եւ քույրը գսե բոլորը իրենց տեսակի վես հարցագումներու դագեն, ասորադոր, բայց գսե դուք գեցեք հաստատված, գեցեք ծեր դեղը, բայց գենալու համար պանալին գուդա գսե հոգը սորվեցեք տալ դիրոչը, աստո ժողովուրդ, սրդանց գսեմ, մենք շատ ավելի բարձր հաղթանակներ կրնանք ունենալ, երբ մենք սորվինք այն ինչ որ մենք հիմա գխոսենք կոր։ Աս ինչ որ ես եզի գսեմ գոր, իմ շապտվա մեջ շատ գասկ է։ Ես շատ արակ բահեր ունիմ սելով, դեր խոսքդ գսե, հոգդ ինձի դուր և վիդ հոգամ, գսեմ հրամ է։ Եվ տուն գդեսնես, ժողովուրդ մենք կհավատանք աղոտքին, ժողովուրդ մենք կհավատանք աղոտքին, մենք կհավատանք, որ Աստված մեզի հետ է, մենք կհավատանք, որ երբ խոսիկ ես պատասխանել գիտեմ, գանչեցեք Տիրոջ և ինքը պիտի պատասխանե, ժողովուրդ մենք կհավատանք, երբ մենք Տիրոջ հետ կխոսենք, կսենք Տեր, քո խոսքդ այսպես կսե, հիմա հրամե եմ հոգս, Հիսուս կսե ինձի եկեք բոլոր հոգնածներ և պերնավորվածներ և ես ծեզի պիտ հանգստացնեմ, մենք պետք է սորվինք կալ դիրոջ, դալ դիրոջ և արնել հանգստություն, որովհետև ես հիմա որ կքարոզեմ գոր և որ կպատրաստվեի գոր խոսքը և ընդհանրապես սանք որ հերու են գուզես նայիլ լուրջ կսեմ, սանք լուրջ կսեմ հոգ ընելու, այն ձանրությունը, պերը այնքան գուզե գոր շրջաբադել դիրոջ ժողովուրդը, աշխարը արդեն շրջաբադված է, բայց դիրոջ ժողովուրդը գանչված է լալու այնտեղ որ դերը գանչեց իրեն որ լա, և ոչ թե այս աշխարը, սիրեներ և որ մենք խոսինք, գսենք աշխար և դիրոջ ժողովուրդը, ես եզի խոնարապար պամը ասեմ, դիրոջ ժողովուրդը, Աստծո ժողովուրդը, որ բոլորը ունին դառնալու իր ժողովուրդը Հիսուս Քրիստոսի միջոցով ունին երկրի վրա հատուկ խոստումներ իրենց ուղված ամեն ինչ որ աշխարհին կպատկան ինձ չի պատկաներ որովհետև Քրիստոսը աղոտ կրավ եւ ասավ հայր ինչպես որ ես այս աշխարհեն չեմ բայց այս աշխարհի մեջ եմ, իրեն գալ այս աշխարհեն չեն,
Այս աշխարհի մեջ են, բայց այս աշխարհեն չեն, բահեիր են չարեն։ Այն մարդիկ, որ դիրոջ կաբավինին, պիտի դարբեր բաներ բադային իրենց հետ։ Մարդիկ միշտ վարժեն, գիտես ասանք լոզունգներ կա դարածված, գիտես մարդուն համար է ասի, ասի իմ սիրտս շատ նախանցախնդիր է, որ Աստծո ժողովուրդը հասկնա, որ որովհետև Աստծո ընդրած եմ, Աստծո մեջ եմ, ուրեմն ինձի կպատկանի բաներ, որ Աստծո է։ Կարելի է այս աշխարհի մեջ ապրիլ առանց հոգի, ինչ անլոջիկ իրականություն։ Ուր լսվեր է, Աստված գսե հոգմի ինեք։ Լավ հիմա որ մեկը։ Արդյոք Աստված այնինչ որ գսե, գասկած ունի, որ ինքը գրնա, ադի իրականացնել մեր կյանքերում մեջ։ Դու մինչև վաղը արդու նստիր, քու կյանքիդ, իրավիճակներուդ հաշիվը եւ հետո հասիր այդ վերջնական քնության, որ ինչպես հոգ չնեմ։ Եվ վերջավորության հոգ չնեմ, ինչպես հոգ չնեմիդ բադասխանը գելեգ ու քեզի գսե հոգ միներ, ինչպես։ Մեկ առավել մեկ երկու 10 հատ, 20 հատ, 30 հատ հարցեր առավել հարցեր բադասխանե հոգ։ Իսկ աս առավելին արջև Աստված հատուկ պատասխան ունի, գսե ոչ հոգ, հոգ միներ։ Ինչպես։ Որովհետև Աստված մեր հետն է։ Եվ այսօր ես կհավատամ դու լուրջ բան կվերցնես քո արուրիայիդ համար։ Ես ինչ որ քեզի կխոսեմ որ կորձողություն է որ դու պետք է անես իրավիճակներու մեջ, որ դու սորվիս հոգը հանցնել։ Որովհետև սիրելիներ նորեն ցեզի գսեմ որ գսե սատանան գուզե որ գուլ դալ այն մարդոց որ հոգի բեռնավորվածության դակ են կամ ինքը կփորձե որ մտցնել իրենց։ Ինչպես կլա ամեն ժամանակ ուրախ եղեք Տիրոջ մեջ։ Ինչպես։ Այսպես։ Գլաս մջես մնլար։ Հիմա քու գարձիկդ եւ իմ գարձիկս ինչ եմ գիտեր, իսկ Աստված գսե որ գլաս, ինչպես կլա գորաս։ Ես ընդրերեմ եւ լավ գլա թունա անդրես, ուրեմն ինչ որ գսե որ Աստված, ուրեմն այդպես է գլա։ Դու գիտես, որ Հիսուսը բադական չէր որ գսե Երանի մանուկները ասանք են որովհետեւ գնային իրենց հորը գսեն, հա բաբա այդպես է, օքեյ։ Դու նա գնայիս երկինք, ֆիզիկական երկինքը չէ։ Գնայիս Աստծո, գնայիս իր խոսքին, հա գսես ադանգ է, ամեն։ Գամեգը գսե, որ մանանեխի հադիչը պավատք ունի, գդեսն է Աստծո պարկը, գդեսն է լերներ դեղապոխված, մենք, և որ լերներ գսենք, միշտ վարժ ենք նայելու մեր շուրջը, մեր ներսի լերները ավելի կարևոր են, գդես որ ներսեն ալ լերներ պետք է դեղապոխվին, հոգի լերները դառնան ուրախության լերներ, հոգի լերները դառնան վկայության լերներ, ասանք վկայության լերներ թող բարձրանան սեր մեջ Հիսուսի անունով, ասանք ուրախության լերներ, դες բարձր, վստահության լերներ, հավատքի լերներ, Աստծո պարքի լերները, դες Աստծո ներկայության մեջ ամեն ինչ ուրիշ է, բայց Աստված գսե ով հավատաց մեր լուրին, դες Աստված հարց կուտա ժողովուրդին, ասանք գնայի գսե ով հավատաց մեր լուրին, լուրը գա, ով հավատաց մեր լուրին, այսօր հնարավորություն ունիս հոգեր հետ ազատելու, ով շատ հոգ ունեցող մարդ, ով հավատաց բայց այս լուրին։ Դուք գիտեք որ այսօր ժողովուրդը շատ արագ են աշխարհի լուրերուն հավատալու, բայց շատ գամած են Աստծո լուրերուն հավատալու։ Ավորեր,
Աստվածը լուրեր ունի։ Ամեն օր լուրերում մեջ եղիր։ Աստծո լուրերը։ Ով բոլոր լուր մտի գնող մարդիկ, Աստվածը լուրեր ունի։ Շատ աղվորիտ կուքագորն է, որ SMS կուքա քեզի լուր հանգարց։ Դες Աստվածը գրնա լուր գրգեր քեզի։ Իջեցուցեք Բայբելը օրական քեզի լուր թող կամեկատ։ Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդին գրգեց, որ անոր իրեն հավատա, չի գործվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Գարտնաս արդու։ Գարտնաս։ Հատուկ ժամ ունի լուրը, լուր եկավ։ Եվ երկնային լուրերով կսպաղիս։ Երկնային լուրեր կան ժողովուրդ։ Ով հավատաց։ Դու գիտես որ ասոր հիմա ես սիտուն ասանգրիր։ Չէ աղվոր բան է, սեմ ինչու։ Ներսետ։ Չնեսն է սել չէ հավատար գոր։ Բայց արդահայտվիր ասան, քանի որ հետաքրքիր բան ասեմ, որ Բողոսը գսե ես չեմ ամշնար այն լուրեն։ Այն բարի լուրեն, որ մեզի հայտնվեցավ, եւ ես պատրաստ եմ ադիգա հրադարագելու, ադիգա ասելու, եւ ինչն է իմ սրտինս, որ գուզեմ որ բաժնեցիլ, երբ կդեսնես այս աշխարհը, որ հերույ է Աստծո եւ այն մարդիկ, որ Աստված կհայտնե իրեն փառքը եւ գինան այդ բանի մեջ, որ իրեն կամշնան հայտնելու Աստծո անունը։ Ես ցեզի բան ասեմ սիրելիներ։ Այնքան խոնարհապար, բայց այնքան համարձակ վկայեցեք Քրիստոսի մասին, վկայեցեք ձեր հավատքի մասին եւ երբեք չամշնակ, որովհետեւ դուք չէ որ ամշնալու դեղ ունիք։ Որովհետեւ ասիգա բարի լուր է։ Այս աշխարհին համար օդար, բայց բոլոր անոնց հարազատ որ դիրոջ կճանչնան։ Ադորամար Եգուր խոստուր ինձի որ բարի լուրերու մեջ լաս այլևս։ Նույնիսկ քու լուրերը չկան հոգի լուրերդ փոխարինե բարի լուրերով։ Ամեն օրվա Եգուր ասանք բան ասեմ քեզի։ Ամեն օրվա ասված կթողելա քեզի համար։ Մենք մեկ հատ գրուպ ունենք, չէ՞, դարաձե բարի լուրը։ Հետաքրքիր է, դարաձե բարի լուրը Հիմա ես քեզ ուրիշ բան կգսեմ, որ ամեն օր քու լուրերդ փոխարինե երկնային լուրերու հետ։ Աստված ինչ կսե։ Աստված ինչ լուր ունի աս լուրին համար։ Լուրը գլսես, at լուրին արչև նայր Աստծո լուրը ինչ է։ Եվ աուս նորեն հարցը գնչե, ասելով ինչպես չեք հասկանար գսե Աստված։ Ժողովուրդ, եկեք հասկանանք, որ Աստված մեզի հետ է։ Եվ բոլոր անոնք, որոնք կգանչեն իր անունը գսե, ինքը կպատասխանե իրենց։ Եվ անոնք, որոնք կփնտրեն գսե, կգտնեն։ Եվ բոլոր անոնք, որ թուրը կզարնեն, կբացվի անոնց։ Եվ եթե գսե ծարավ եք, պիտի հագենաք։ Եկեք հասկանանք։ Այն Աստված, որ գար ժամանակ առաջ հաղթանակ գրավ քու կյանքիդ մեջ, այսօր ինքը նույն Աստվածն է։ Իրավիճակները երեքվն է, այսօրվն է, վաղվա մեջ կրնան փոխվել, բայց Հիսուսի երեք, այսօր եւ հավիտյան նույնն է։ Իրադարձությունները կրնան երեք, այսօր եւ վաղը նույնը չլալ։ Սկացումներդ կրնան երեք, լսե ասիլավ, սկացումներդ կրնան երեք, այսօր եւ վաղը նույնը չլալ։ Աչքերուդ տեսածը կրնա երեք, այսօր եւ վաղը նույնը չլալ։ Ականջներուդ լսածը կրնա երեք, այսօր եւ վաղը նույնը չլալ։ Բայց Հիսուս Քրիստոսի երեք, այսօր եւ հավիտյան նույնն է։ Հալելույա։ Հիսուսը նույնն է։ Եվ բոլոր անոնք, որոնք ապավինեցան իրեն, ամոթով երբեք չմնացին։ Ամեն։
Խնդրեմ ոտքի ելեք։ Եկեք վերջին համարը գարտանք իրար հետ, առաջին մնացորդած 16-րդ գլուխ 8-րդ խոսք։ Քոհացեք Տիրոջմեն, անոր անունը կանչեցեք, անոր կորձերը ժողովուրդներու մեջ պատմեցեք, երկեցեք անոր, սաղմոսեցեք անոր, պատմեցեք անոր բոլոր հրաշքները, անոր սուրբ անունովը բարձեցեք, դերը խնդրողներուն սիրտը թող ուրախ լա, դերը ու անոր զորությունը խնդրեցեք, ամեն ժամանակ անոր երեսը պնդրեցեք, հիշեցեք անոր ըրած հրաշքները, անոր նշաններն ու պերնին տադաստանները։ Եվ սիրեներ, գերտակ կնայիք բոլոր սաղմոսներուն մեջ և հոսուր որ գարտացի, և ասված միշտ գիտես ինչ կսե, գիհիշեցնե, գսե երկեցեք Տիրոջ իր անվան պարքի համար, իր մեծ կորձերուն համար կոհացեք, իր զորավոր հրաշքներուն համար պարք տվեք, և այսպիսով անտատար ուրախության, կոհության, պարապանության ցայներ բարձրացուցեք։ Ես ասի ինչու կսեմ որ գիտես, այսօր այնքան սպաղված ենք հոգնելով, լսե ասի լավ, այնքան սպաղված ենք հոգնելով, որ մորցեր ենք, որ մենք պետք է սպաղված լանք Աստծո փառք տալով, Աստուծմով կոհանալով, բարձրացնելով կոհության աղաղակներ, պարապանության աղաղակներ, հիշելու իր կորձերը, կոհանալու այն ամեն ինչի համար, որ ունենք, ավելի պետք է մեր անձը սպաղել այս ամեն ինչի մեջ, քան հոգնելու մեջ։ Հիմա հարցը գուդամ և բադասխանը ասանք կարնեմ, ինչպես չեք հասկնար, թունգը բադասխանը սկսես կհասկնամ, դու պետք է հասկնաս, ամեն, պիտ հասկնաս և ես աչքեր ունիմ և գտեսնեմ դեր քո կորձերդ, լավ է, գրնակ չգետրոնալ ացախ, կխնդրեմ, դեր աչքեր ունիմ և գտեսնեմ շնորհակալ եմ, բայց ոչ թե միան ֆիզիկական տեսողության համար գսեմ որ գտեսնեմ քո ցերկդ իմ կյանքիս մեջ գտեսնեմ ագանչներ ունիմ եւ գլսեմ Տերահավատ չեմ գահավադամ որ թուն գրնաս ինչպես որ գրցար թող քո անցդ լսեն աս խոսքերը Դեգուստուն հագարակն ես տերևս գտեսնես չես տեսներ գոր Գնայս չես տեսեր գոր, գլսես չես տեսեր գոր Հիսուսի անունով թող քո աչքերդ բացվին, ականջներդ բացվին Թող այսօր իմ աղոթքս է Հիսուսի անունով որ մեր անձերը հասկնան որ Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեր հետն է իր հոգիով Կխնդրեմ ամենքդ աչքերնիդ կոծեք աղոթեմ ձեզի համար Երկնավոր հայր Հիսուս Քրիստոսի անունով ես կաղոթեմ ցանկացած իմ եղբորս եւ քրոջս համար բոլոր մեզի դիտողներուն համար Դու գիտես ամեն մեկուն հոգը բեռնավորվածությունը եւ դու գիտես որչափ այդ հոգը գուզեգոր կրավել իրենց կյանքը բայց այսօր իմ աղոթն է որ հենց հիմա քու ներկայության մեջ Իմ ցանկացած եղբայրս եւ քույրս ազատ լա ամեն հոգե Հիսուս Քրիստոսի անունով Թող վստահության հավատքի մագարտակը բարձրանա ամեն մեկու սրտի մեջ Տեր Աստված Ես կաղոթեմ որ դու օգնես մեզի հայր հասկանանք որ դու Աստված ես եւ դու ճշմարիտ ես եւ քեզ համար անկարելի բան չկա Եվ դու զորավոր ես Եվ քո անունդ ամեն անուն է բարձր է Օգնեմեզի հասկանանք այս ամեն ինչի համար դեր Իմ աղոթքս է որ օգնեմեզի ավելի ճանչնանք այսօր քեզի Հենց հիմա ես կաղոթեմ որ մենք ավելի ճանչնանք քեզի Մեր սրտերեն, մեր մտքերեն, մեր անձերով Սուրբ Հոգի Աստված գիտեմ այստեղ ես եւ կխնդրեմ Շարժիս եւ սրտերուն հետ գործողություն ունես այստեղ դեր Օգնես ավելի հասկանանք, ամեն շփոթություն հեռացնես, օգնեմեզի որ հասկանանք ինչպես երեգրիր այսօր նույնպես կրնաս,
ամեն հուսահատություն հերանա, քու ժողովրդի չրչավատող ամեն հոգ թող հերանա Հիսուսի անունով, եւ մենք հիմա իրար հետ գաղութենք։ Կխնդրեմ գրկնես ետևես։ Երկնավոր Հայր, դու գիտես իմ հոգերս եւ քու արժևը դեմ ես իմ հոգերով, իմ ցանրություններով, քու խոսքդ գսե դուր ինձի քո հոգերդ եւ ես պիտի հոգամ։ Քու խոսքիդ համաձայն Հայր գանցնեմ քեզ իմ հոգերս եւ կխնդրեմ դու հոգաս օգտե ինձ ավելի ճանչնամ քեզի ավելի վստահեմ քեզի ավելի հասկանամ քեզի իմ ամեն ճանապարհներում մեջ իմ շփոթությանս մեջ օգտե ինձի որ ես հասկանամ քո կամքդ քո ցերկերոտ մեջ կանցնեմ իմ կյանքս այո դեր ամեն ինչ կարելի է փոխվի բայց դու երեք այսօր եւ հավիտյան նույն Աստվածն ես ինձի համար հավատարիմ սիրով սորավոր եւ բարի կամք ունեցող բարի Հայրն ես գանցնեմ քեզի դեր այսօրվա ես ազատ եմ ամեն հոգերը որովհետև դերը կհոգա ինձի համար այսօրվա ես ավելի կհասկանամ Տիրոջ ճանապարհները Հիսուսի զորավոր անունով Ամեն Հիմա ցերկդ բարձրացուր օրդության խոսքերս եմ քեզի համար Քու անունդ եւ քու խոսքդ զորավոր է դեր եւ հիմա քու խոսքդ բերելով քու արչեւ քու ժողովուրդդ ես կսեմ որ Հիսուսի անունով օրտնես իրենց դեր Քու երեսդ պայլեցնես իրենց վրա եւ ողորմիս իրենց դեր Քու երեսդ բարձրացնես իրենց վրա եւ խաղաղություն դաս իրենց Հայր քու սերդ Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը թողլա իրենց հետ Թող իրենց ամեն որոշումները իրենց մտնելը իրենց ելնելը իրենց գործերը թողլան օրտնված Հիսուսի զորավոր անունով Թող իրենց կյանքերում մեջ քո անունդ փառավորվի Թող օրտնված լա իրենց ընտանիքները, իրենց ցեղերը, Հիսուսի զորավոր անունով։ Ամբողջ փառքը եւ բադիվը քեզի թող լա մեր Աստված հավիտյան թունարժանի ես։ Հայր մեր որ երկինքն ես, քո անունդ սուրբը լա։ Քո թակավորությունդ կա, քո գամքը դլա, ինչպես երկնքի մեջ, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը դուր մեզ այսօր Եվ մեզի ները մեր բարդքերը ինչպես մենք կներենք մեր բարդաբաններուն Եվ մեզի փորձության մի դանիր հաբա ազատե մեզի չարեն Քանզի քո գտե թակավորությունը զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից ամեն 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 Iisus Hristosa, imas fazlena hokedanu minzamar. Iisus Hristos